Յուքոմի աջակցությամբ բարևորդի բնապահպանական հասարակական կազմակերպությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամառային դպրոցի շրջանակում անցկացրեց բնապահպանական կրթական ինտերակտիվ միջոցառում, ներկայացնելով մտապահիր կենդանիներին նոր կրթական խաղը։ Խաղի ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանում հանդիպող կենդանատեսակներին, միաժամանակ զարգացնելով հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական հմտությունները։ Յուքոմը այնքան կարևորում է այսպիսի ծրագրեր կամ նախաձեռնություններ, որտեղ մի կողմից մեր աշխարհը, հայկական աշխարհը այնքան լի է ու հարուստ է բազմազանությամբ, մյուս կողմից ամենաճիշտն է այդ սովորացնել, փոխանցել հաջորդ սերունդներին, սկսելով փոքր տարիքից։ Փոքր տարիքից եւ որ մանուկներին կամ երեխեքին սովորացնում ենք, իրենց մոտ տպավորվում է, իհարկե պետք է սովորացնելու ճիշտ ձևը կիրառվի, ճիշտ գործիքները կիրառվին, որ հաճելի ու հետաքրքիր լինի երեխեքի համար։ Բարևորդի հասարակական կազմակերպության վերած խաղը ավելի կօգնի երեխաներին լավ ճանաչել կենդանիներին, թռչուններին, իրենց շրջապատի կենդանիների նկատմամբ ավելի խնամքով վերաբերվեն։ Նախաձեռնության նպատակն է խաղային եւ երեխաների համար հասանելի ձևաչափով զարգացնել նրանց հետաքրքրությունը բնության նկատմամբ, բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության եւ Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը։ Գաղափարը նման խաղ ստեղծելու առաջացավ նրանից, որ շատ ենք աշխատում երեխաների հետ եւ կենսաբազմազանության մասին ընդհանուր գիտելիքը այդքան էլ տարածված չի եւ նաեւ Հայաստանը հյուրընկալելու է այս տարի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կողմերի համաժողովը եւ սա շատ լավ առիթ էր եւս մեկ անգամ շեշտադրել, որ կենսաբազմազանության մասին գիտելիքը կարելի է ամենատարբեր ձևերով տարածել։ Միջոցառման ավարտին խաղի օրինակներ տրամադրվեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին եւ մասնակից երեխաներին, հնարավորություն տալով շարունակել բացահայտել Հայաստանի կենդանական աշխարհը նաեւ հանդիպումից հետո։ Նախաձեռնությունն իրականացվում է նաեւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, COP17-ին ընդառաջ իրականացվող իրազեկման աշխատանքների շրջանակում։ Նախատեսվում է տպագրել խաղի ավելի քան 500 օրինակ, որոնք COP17-ի ընթացքում կանաչ գոտում կտրամադրվեն երեխաներին։ Ալադավթյան, Էպիկենտրոն։